մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ին կայանալիք գաղափարի ավարտանալու արտահայտությանը։ Դա սովորական ընդրություն չի լինելու։ Դա լինելու է արժեհամակարգային, բարոյական, քաղաքական, կառավարչական տեսականների ընդրություն։ Մի կողմում ուրախությունների դաշինք է իդեմս քաղաքացիական պայմանագրի և հանրապետության, մեկը հորանցած ճանապարհն է ուրացել, Արցախն է ուրացել, հայոց ցեղասպանությունն է ուրացել, Արարատն է ուրացել, սեփական հայրենիքն է ուրացել, իսկ մյուսը սեփական եղբոր անցած ճանապարհն է ուրացել, երևի Արցախը և մեր մյուս արժեքներն է ուրացել։ Ուրացողների դաշինքի մենք հարկադրում ենք ազգային քաղաքականը։ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում պատերազմ, պարտություն, ավերջ, մահերջ և փնուզումներ է բերել։ Նա կրկնում է բոլոր այն զախողակ, դավաճան և հակազգային գործիչների ճանապարհը, որոնք իրենց երկրներին փնուզումներ են բերել։ Ուկրաինայում Զելենսկին, Վրաստանում Սաակաշվիլին, ժամանակին նաև Ադրբեջանում Էլչիբեյը արեցին ու անում են այն, ինչ արել է և պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, վաղաշաբաթցիները պետք է իմանան, որ վաղաշաբաթը նոյեմբերի 16-ին դառնալու է Հայաստանի Հանրապետության ողջ հայության քաղաքական մայրաքաղաքը, որովհետև այս ընտրությունները կարևոր ճակատագրական նշանակություն են ունենալու։ Վաղաշաբաթցիներն ունեն ընտրական իրավունք և փաստորեն քվեարկել են նաև երևանցիների համար, գյումրեցիների համար, վանաձորցիների համար, մեր մյուս քաղաքների ու մարզերի համար ու նրանց փոխարեն։ Վաղաշաբաթցու պատասխանատվությունը ըստ այդմ շատ մեծ է։ Դուք կատարել եք ոչ միայն համայնքի կառավարման, այլև արժեքային ընտրություն։ Մենք պետք է միասնաբար պաշտպանենք հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Մենք պետք է պաշտպանենք մեր սրբազաններին։ Երեք գիտեք, Միքայել Սրբազանը կոչ էր եղել վաղաշաբաթցիներին և ասել է, որ անպայման մասնակցել և իրենց քվեն տան։ Մենք բոլորս նաև մեր քրիստոնեական պարտք ունենք տալու բանտերում տանջվող մեր հայրենակիցներին և եկեք հիմա միասնաբար ծափահարենք բանտերում Հայաստանի համար տառապողներին, մեր սրբազաններին, մեր քարտոնակալներին։ Մենք հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանել ենք Հաշարզադեի հրահանգած մեր եկեղեցու դեմ հարձակված Նիկոլ Փաշինյանից։ Մենք պաշտպանել ենք կոռուպցիայի ու քալանի զոհ դարձած մեր վաղաշաբաթը քաղաքացիական պայմանագրից ու հանրապետությունից։ Հանրապետությունը շահկերտների մեջ, դրանք երկրաչան։ Մենք պաշտպանել ենք մեր երեխաների ապագան, որպեսզի նոր պատերազմ չլինի, նոր ավերածություններ չլինեն, նոր պարտություններ չլինեն։
տեղ ունեցավ Արցախի հետ։ Դրանցի մեծ պատասխանատու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու իր գլխավորած խմբակը։ Այսօր Ալիևը հոխորտում է, որովհետև մենք կորցրել ենք Արցախը։ Ոմանք չգիտակցեցին Արցախի գինը, Արցախի նշանակությունը։ Ու այսօր մենք կանգնած ենք արդեն Հայաստանի Հանրապետության լինել չլինելու հարցի առաջ։ Ու որպեսզի Ալիևի ախորժակը չբացվի, Սևանին այլ անվանում չտա, Երևանում այլ անվանում չտա, Վաղարշապատին այլ անվանում չտա, մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր երկիրը կառավարելու, մեր երկիրը զարգացնելու, մեր երկրի համար իրական խաղաղություն ու անվտանգություն ապահովելու պատասխանատվությունը եւ ներժենք օրվա իշխանությանը բոլոր հարթակներում։ Կիրակի օրը յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ եթե ինքը չի գնում է վրա տեղամաս, ուրեմն թիկունքից հարվածում է խրամատում կանգնած զինվորի։ Յուրաքանչյուր վաղարշապատցի պետք է իմանա, որ եթե ինքը ձայնը տալիս է քաղաքացիական պայմանագրի կամ նրա կցորդների, ուրեմն թիկունքից հարվածում է մեր զինվորին, Երևանին, Էջմիածնին և մեր պետությանը։ Յուրաքանչյուր վաղարշապատցի պետք է իմանա, որ ձայնը տալով ազգային ուժերին և մասնավորապես Մայր Հայաստանին ինքը իր ձեռքն է վերցնում քաղաքը, համայնքը, երկիրը կառավարելու պատասխանատվությունը։ Մայր Հայաստան! Համարժող! Մայր Հայաստան! Համարժող! Մայր Հայաստան! Համարժող! Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի փոփոխությունների մասնակից դառնալ ամբողջ Վաղարշապատի բնակչությունը, գյուղական թե քաղաքային համայնքը ներկայացնող։ Մենք ձեզ կոչ ենք անում, ձեր ձեռքը վերցնել, ճակատագիր կառուցելու իրավունքն ու պատասխանատվությունը և համոզված ենք, որ այդ դեպքում բոլորս կունենանք երջանիկ, անվտանգ ու խաղաղ ապագա։ Մայր